Դոկ կուսակցության լրատվականը հայտարարություն է տարածել։ Հարգելի ժողովուրդ, վերջին օրերին լրատվական դաշտում ակտիվորեն տարածվում են տեղեկություններ եւ արվում են հայտարարություններ Վարդան Ղուկասյանի Հայաստան տեղափոխվելու մասին։ Սակայն ինչպես հաճախ է պատահում, որոշ լրատվամիջոցներ եւ անհատներ փորձում են աղավաղել իրականությունը, ներկայացնելով իրավիճակն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Արդարության համար անհրաժեշտ է հստակեցնել մի քանի բան։ Նախ մեզ մեղադրում են, թե մենք հայտարարել ենք, որ Վարդան Ղուկասյանն ազատ է արձակվել, սակայն նման բան երբեք չենք ասել։ Մեր կողմից ընչած խոսքերը միտումնավոր կերպով խեղաթյուրվում են, որպեսզի շահարկումների տեղիք տան։ Իրականությունը հետևյալն է. Վարդան Ղուկասյանի գործով իրավական գործընթացները շարունակվում են, եւ այս պահին ոչ ոք չի կարող պնդել, թե նա գտնվում է ազատության մեջ։ Երկրորդ, նշվում է, թե Վարդան Ղուկասյանը Հայաստան կվերադառնա որպես մեղադրյալ։ Սա եւս բացարձակ սուտ է։ Հստակ ասում ենք, ձեր տոտորակն ավելի շուտ կտեսնեք, քան Վարդան Ղուկասյանին որպես մեղադրյալ Հայաստանում։ Իրականությունը բոլորովին այլ է։ Վարդան Ղուկասյանը կվերադառնա ոչ թե մեղադրյալի, այլ ղեկավարի կարգավիճակով։ Ուղղակի մի փոքր համբերեք։ Ամենահետաքրքիրն այն է, որ որոշ լրատվականներ, որոնք մշտապես աչքի են ընկել հակաքարոզչությամբ, կրկին ակտիվացել են։ Նրանց թվում են, որոնք առանց հստակ փաստերի շարունակում են նեգատիվ տարածել եւ փորձել ազդել հանրային ընկալման վրա։ Բայց մի բան պետք է հասկանալ, իրականությունն անհնար է փոխել քարոզչությամբ, որքան էլ դուք փորձեք թաքցնել ճշմարտությունը, այն միևնույն է դուրս է գալու լույս աշխարհ։ Ձեր էմոցիաները, ձեր ոգևորությունը, ձեր արհեստական սպասումները շատ շուտով կփլուզվեն։ Դուք կառուցել եք մի օրինվածք, որը չպետք է երկար դիմանա։ Մենք տեսնում ենք ձեր սուտ քարոզչությունը, ձեր ապատեղեկատվությունը եւ շատ լավ հասկանում ենք, թե ում համար է սա ձեռնտու, բայց դուք էլ պետք է հասկանաք, իրականությունը փոխել չեք կարող։ Շատ շուտով դուք ինքներդ կտեսնեք, թե ինչ է սպասվում։